Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես Անահիտ Կիրակոսյանս ուզում եմ, որ այս առավոտը ձեզ համար իսկապես անցնի բարի ու դրական էներգիայով լի, իսկ ինչ է հարկավոր դրա համար, առաջին հերթին ռիթմ ու լավ տրամադրություն, լավ տեսահոլովակ արթնանալու համար։ Վերադարձանք տաղավար եւ ճիշտ ժամանակն է, որ միասին քայլենք նորաձևության հետքերով հասկանալու համար, թե այս եղանակին ինչ հարմար հագուստ ունենք կրելու կամ գուցե մեզ նորաձև զգալու։ Իհարկե պրոֆեսիոնալ խորհուրդներով Նաիրա Հարությունյանը, քայլենք միասին նորաձևության հետքերով։ Ողջույն, ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է եւ մենք քայլում ենք նորաձևության հետքերով։ Վերջին շրջանում հաճախ ենք կրկնում արհեստական բանականություն ու նորաձևություն։ Դե ինչ գնացինք միասին պարզելու։ Ապագայի մոդա, թվային հագուստ եւ արհեստական բանականություն։ Այսօր մոդան ապրում է իր պատմության ամենամեծ շրջադարձերից մեկը։ Մենք արդեն կանգնած ենք ապագայի շեմին, որտեղ հագուստը գոյություն ունի ոչ միայն պահարանում, այլ նաեւ թվային տարածքում։ Թվային հագուստը այնպիսի բաներ են, որոնք ստեղծվում են բացառապես լուսանկարների, տեսանյութերի եւ վիրտուալ աշխարհների համար։ Դրանք հնարավոր չէ շոշափել, բայց կարելի է կրել սոցիալական ցանցերում։ Եվ TikTok-ի ու Instagram-ի սերնդի համար սա դառնում է նոր նորմա։ Ինչու է սա կարևոր։ Առաջին հերթին էկոլոգիա։ Թվային մոդան չի պահանջում գործվածքներ, արտադրություն եւ լոգիստիկա, այսինքն նվազեցնում է մոլորակի վրա ծանրաբեռնվածությունը։ Երկրորդը ինքնաարտահայտման ազատությունն է։ Թվային ձևաչափում կարելի է կրել այն, ինչը իրականում անհնար է, սկսած լույսից պատրաստված զգեստերից մինչև ձևափոխվող ու փոփոխվող սիլուետներ։ Եվ այստեղ խաղի մեջ է մտնում արհեստական բանականությունը, որը արդեն այսօր օգնում է դիզայներներին ստեղծել հավաքածուներ, վերլուծել թրենդերը եւ կանխատեսել, թե ինչ ենք կրելու հաջորդ սեզոնում։ Ավելին, հայտնվում են վիրտուալ ստիլիստներ, որոնք ընտրում են կերպարներ, կոնկրետ մարդու համար հաշվի առնելով արտաքին տեսքը, ապրելակերպը եւ նույնիսկ տրամադրությունը։ Ինչը մեզ սպասվում ապագայում՝ վիրտուալ զգեստապահարաններ, հագուստի փորձարկում լրացված իրականության միջոցով, թվային ավատարներ եւ մոդա մեթավերսների համար։ Հնարավոր է մեր զգեստապահարանի մի մասը ամբողջությամբ տեղափոխվի օնլայն, հատկապես աշխատանքի շփման եւ կոնտենտ ստեղծելու համար, բայց գլխավոր հարցը՝ արդյոք սա կփոխարինի իրական մոդային։ Ամենայն հավանականությամբ ոչ։ Ապագան սիմբիոզ է։ Ֆիզիկական հագուստը կմնա, բայց թվայինը կդառնա դրա շարունակությունը եւ արդեն շատ շուտով մեզանից յուրաքանչյուրը կունենա ոչ թե մեկ, այլ երկու զգեստապահարան՝ իրական եւ վիրտուալ։ Դե ինչ, համոզվեցիք, որ նորաձևությունը ինչպես կա իրական աշխարհում, այդպես էլ վիրտուալ կյանքում։ Այսօր այսքանն էր, ձեզ հետ Նաիրա Հարությունյանն էր։ Մնացեք բարով։ Երբ մեր տաղավարում խոսում ենք արվեստից, մշակութային նոր իրադարձությունից, ինձ համար իսկապես տոն է, վստահ եմ, որ ձեզ համար էլ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուրեր, մինչ այդ ուզում եմ նշել, որ Արտաշես եւ Սաթենիկ ներկայացումը Մովսես Խորենացու գրի առած համանուն լեգենդի բեմական տարբերակն է պատմություն սիրո, ընտրության եւ նվիրումի մասին ունենալու ենք պրեմիերը ապրիլի 28-ին Արտաշատի Ամոթ Հարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա այս ներկայացումը եւ հենց ներկայացման մասին այսօր զրուցելու ենք հրաշալի հյուրերի հետ, ում շտապում եմ ներկայացնել Արտաշատի Ամոթ Հարազյանի անվան պետական թատրոնի փոխտնօրեն Արմեն Սաֆարյանն է մեր հյուրը, թատրոնի գեղարվեստական հարցերով տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանն է մեր հյուրը եւ պիեսի հեղինակ Նարեկ Մանուչարյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ որ այսօր իմ տաղավարում եք եւ խոսելու ենք նման հրաշալի նորության մասին։ Կուզենայի գանք ամենասկզբից գաղափարից, հա, ինչպես ստեղծվեց գաղափարը անդրադառնալու այս լեգենդին եւ դարձնելու այն ներկայացում։ Նարեկ ջան, բարդ չէր պիես դարձնել, հա։ Բարդ էր այնքանով, որ ինֆորմացիոն առումով շատ չկա ինֆորմացիա հենց այդ պատմության մասին ու հենց ձեր ասած այդ լեգենդ ասվածը արդեն բեմական տարբերակ բերել ու փորձել է տեղի ինչ-որ ռեալ փոխհարաբերություններ դնել ու փորձել է ռեալ ժամանակահատվածում հետաքրքիր ինչ-որ բան ստանալ, իրոք բարդ է, բայց քանի որ սենց հրաշալի թիմ է աշխատում թատրոնում ու մարդիկ անդադար ամեն վարքյան իմ կողքին են եղել, թե ինֆորմացիայի առումով, թե ընդհանրապես գրականության առումով, թե հանդիպումների առումով քննարկել, հասկանալ, թե ուր են գնում, ոնց ենք աշխատում ու հետո երբ որ արդեն սկսեցինք Սամսոնի հետ աշխատել, Սամսոնն Մովսիսյան բեմադրել,
արդեն վերջնական ընդհանուր պատկեր ստացանք, ինչը որ իմ կարծիքով գոհացնող է։ Կարենը երևի ավելի ճիշտ կասի այդ մասը։ Ուրեմն ավելի սկզբից կամ մտահղացումը ծնվեց Կամո Նաղդալյանի մոտ, մեր տնօրենի, եւ այդ մտահղացումը արդեն գրական նյութի վերածեց Նարեկը։ Հետո արդեն սկսվեցին փնտրտուքները ռեժիսորի եւ դերասանների եւ մեր ընտրությունը կանգնեց արդեն Սամսոն Մովսիսյանի վրա որպես ռեժիսոր եւ արդեն սկսվեցին ռեժիսոր եւ դրամատուրգ փոխհարաբերությունները կապը եւ արդեն կամաց-կամաց սկսվեց բեմադրական աշխատանքները եւ արդեն կամաց-կամաց ներկայացումը հասնում է իր դրամաբանական ընթացքին։ Նարեկ, դու հայտնի ես որպես ժամանակակից դրամատուրգ, շատ հետաքրքիր պիեսներ ես գրել, որոնք մեր թատրոնի բեմերում իսկապես մեծ հաջողություն ունեն ու դիտողականություն, բայց սա ինձ թվում է մի փոքր այլ է նաև քեզ համար, ժամանակահատվածի որպես լեգենդ, հա, բայց նաև տալիս է շատ ստեղծագործելու տեղ։ Այո։ Ինչ բարդությունների առաջ ես կանգնել, ռեժիսորի հետ ինչպես եք լեզու գտել, տարաձայնություն գուցե։ Տարաձայնություններ չի եղել Սամսոնի հետ, որովհետև ի սկզբանե հենց զանգ եկավ Սամսոնից, առաջին բառը, որ մենք ասեցինք իրար, Սամ, նար, լինում ենք անկեղծ, ասում ենք այն ինչ դուր չի եկել, ասում ենք այն ինչ դուր է եկել։ Ու հենց այդ կետից սկսվեց համագործակցությունը շատ ճիշտ, որովհետև ես իրեն չէի խաբում, ինքը ինձ չէր խաբում, մենք իրար չէինք գովում, այլ հստակ ասում ենք այն ինչ չենք հավանել կամ հավանել ենք։ Ու երբ որ արդեն պիեսը սկսեցինք ցենց մասնատել ու ամենասկզբից հավաքելով գալ հասկանալու համար թե Սամսոնը ինչա պատկերացնում, ես ինչ եմ պատկերացնում, ստացանք հետաքրքիր աշխատանք, որը իր պարզության մեջ ու մաքուր դրամատուրգիայի մեջ հաստատ հետաքրքիր լինելու թե դպրոցականներին, երևի ավագ դպրոցի երեխաներին եւ նաեւ մեծահասակներին, ովքեր բեմական տարածքում ես դեռ ոչ մի փորձեր չեմ տեսել, Սամսոն ասես նար կգաս պրեմիերային, ես համաձայնել եմ պրեմիերային ներկա լինել ու ինչքան որ ես sense վիդեոներով եմ տեսնում, շատ հետաքրքիր ու sense յուրօրինակ էֆեկտ կա բեմում, որը երևի թե, չգիտեմ, սխալվում եմ թե չէ, բայց Արտաշատի թատրոնի պարագայում ինչ-որ հետաքրքիր էքսպերիմենտալ ու նորություն է։ Ներկայացումը ուրեմն ստացվել է այնպես, որ ինքը չի գնում դասական պատմական դրամայի բեմադրական ձևերով, ավելի շատ այստեղ սիմվոլիկ լուծումներ է Սամսոնը առաջ բերել, որը կարծում եմ եւ նյութին է հարստացնում եւ հետաքրքիր է դարձնում նաեւ այդ ոճի, այդ ֆորմայի մեջ աշխատել դերասաններին եւ իհարկե մեր խաղացանկի առումով իր յուրօրինակ ձևը ունեցող ներկայացում է ստացվել, որը կարծում եմ եւ մեզ համար է շատ օգտակար եւ մեր հանդիսատեսի համար հետաքրքիր։ Պարոն Սաֆարյան, Արտաշատ քաղաքի հիմնադիրը, բարեպաշտ Արտաշես Արքան եւ անդրադառնալ հենց այս պատմությանը Արտաշատի թատրոնում, ինչքանով է կարեւոր այս անգամ ձեզ համար ընտրությունը, որի վրա կանգնել եք։ Ուրախությամբ նշեմ, որ Կարեն ասեց, որ այդ միտքը դեռ մի քանի տարի առաջ Կամո Նաղդալյանի եւ այսպես մեր բոլորի գլխում այսպես պտտվում էր, տալիս էինք, առնում էինք, երբ որ որոշվեց, դե պատվաբեր առաջին հերթին, նախ որպես Արտաշատ քաղաքի հիմնադիր Արտաշես Արքա եւ բոլորիս հայտնի մի քանի նախադասություն, Արեգն ասեց, որ չկան տեղեկություններ, մի քանի նախադասություն հայտնի, որ Արտաշեսը գողացավ ալաների արքայադստեր, հա, մի քանի բան այդպես գիտենք, այո, եւ փորձեցինք արդեն իրագործման, այո, ստեղծագործել, երբ որ արդեն որոշակիացվեց եւ Նարեկ անցավ իր գործին, բոլորս մեր գործին եւ նշեմ, որ ուրախությամբ մեզ է միացել նաեւ Արտաշատ քաղաքի համայնքապետարանը եւ այս առումով չնայած որ բոլոր դեպքերում համայնքապետարանը թատրոնի կողքին է, ցանկացած պարագայում օգնում է, աջակցում է ուրախությամբ, բայց կոնկրետ յուրահատուկ դեպք է եւ ներկայացումը կայանում է նաև համայնքապետարանի աջակցությամբ, սա համատեղ ծրագիր է, որտեղ նաև նվիրված է Արտաշատ քաղաքին, այո, շեշտեմ, որ հիմնականում նվիրված է Արտաշատ քաղաքին, հակագծերը չբացեն, որտեղ հենց պիեսը ներկայացումը սկսվում է որպես այդպես նշանակալի մի քանի նորություններով, այդպես ինֆորմացիայով, որպես Արտաշատ քաղաքի հիմնադրում եւ ինձ թվում է սա մեծ նվեր է համ թատրոնին, համ հանրությանը, համ Արտաշատ բոլորիս թատերական հանրությանը։ Եվ այս առումով շատ գնահատելի այն հանգամանքը, որ համայնքապետարանը աջակցում է ամեն կերպ թատրոնին, որպեսզի համայնքում, Արտաշատ քաղաքում զարգացում ապրի թատրոնը, լայն
Մասսայականություն վայելի, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք եւ հուսանք, որ մեր անելիքները դեռ արժևում են, դեռ շատ պետք է առաջ գնանք։ Ճիշտ է, ռեժիսորը այսօր տաղավարում չի Սամսոնը, բայց ինձ հետաքրքիր ներքին թատերական որոշումները ինչպես են կայացել, ովքեր են դերակատարները, հենց Արտաշատի թատրոնի դերասաններն են, թե ոչ, հրավիրյալ ունեք, բեմական նկարչություն, ինչ հետաքրքիր լուծումներ են տրվել։ Ես պիեսի մասն եմ միայն ապահով Դե պարզ է, ուղղակի Սամսոնը չկա, պատկերացնենք, թե Սամսոնի հետ խոսել ես հեռախոսում։ Ուրեմն ինչքանով որ ես եմ ինֆորմացված, հիմա խոսքը փոխանցեմ էլ Կարենին, բայց ես ուզում եմ նախ առանձնացնել Հայկին ու Աննային, ովքեր մարմնավորում են Արտաշեսին ու Սաթենիկին։ Իհարկե ես Աննայի հետ շատ եմ բեմ բարձրացել տիկնիկային թատրոնում ու ուղղակի տենց վստահելի պարտնյոր բեմում ոնց Աննան է, շատ բաների միջով ենք անցել, մանավանդ մանկական ներկայացումների պարագայում ու ես համոզված եմ նաև Հայկի պարագայում նույն ձևով լինելու Աննան շատ ամուր թևու թիկունք է իր խաղընկերոջը համոզված եմ նույն ձևով էլ Հայկը կլինի ու ֆանտաստիկ տանդեմ կստանան բեմում, որը արդեն Արտաշատ քաղաքի համար ստեղծված է հետաքրքիր տոնի, այն որ սիրուն զարդը կդառնա բեմին։ Ուրեմն ներկայացման մեջ զբաղված են թատրոնի կարելի ասել մեծ դերասանական կազմը եւ նաեւ ունենք 3 հրավիրյալ դերասան Աննան Մկրտչյան, ինչպես նշեց Նարեկը, եւ մենք նաեւ համագործակցում ենք ակտիվորեն թատերական ինստիտուտի հետ, հրավիրել ենք 3-րդ կուրսի ուսանողներին։ Հրաշալի։ Նրանց էլ կամաց ներգրավելով մեր մասնագիտության մեջ եւ ինչու՞ չէ նաեւ փորձի փոխանակում եւ ճանապարհ բացել դեպի թատրոն ուսանողներին։ Ուզում շեշտել մեր բոլոր դերասաններին, քանի որ մի քանի եթերներում արդեն խոսել ենք շատ բան, մեր դերասանների անունները չեն հնչեցրել։ Սա հենց այն պահն է, որ պետք է հնչեցնել։ Այո, Հայկը Սարգսյան, Արտաշես Թագավոր, Աննան Մկրտչյան Սաթենիկ, Ռուսլանը Սիմոնյան, Լևոնը Սուքյասյան, Մարտին Ալոյան, Եվան Զաքարյան, Վյաչեսլավ Հայրապետյանը, Լաուրա Ստեփանյանը, Լուսինե Սողոմոնյանը, Ինեսա Խաչատրյանը, Դավիթ Բադասյանը, ոչ ոքի չեմ մոռացել։ Այստեղ ասում են թող մեզ ներեն բոլոր տղեկ։ Անահիտը Բադալյան, չմոռանանք։ Տիկին Անահիտին, որտեվ Տիկին Անահիտն էլ իր հմայքով բեմը զարդարում է։ Իսկ ով է բեմանկարիչը, որովհետև նման ժամանակաշրջան ստանալու համար սա էլ է շատ կարևոր։ Մենք այստեղ բեմանկարիչ չունենք, Սամսոնը ժամանակակից տեխնոլոգիաներն է կիրառել եւ ստացել է բեմական հրաշալի մի ձևավորում եւ հագուստներ, հետաքրքիր է ստացվել եւ ժամանակին համահունչ եւ դարաշրջանը պահպանելով, այսինքն միքս է կատարվել ու հետաքրքիր լուծումներ է Նորություն ենք ստացել։ տեսել։ Հենց զանգեց ինձ Սամսոնը, հենց առաջին ասած նար բեմանկարչությունը պատկերացրել եմ արդեն ու երբ որ սկսեց ինձ պատմել, արդեն պիեսի առումով էլ այնքան հետաքրքիր իդեաներ եկան, որ կարելի է փոփոխել ու չափ տարածած ադապտացնել բեմական տարածքին, ինչը ավելի հետաքրքիր իրավիճակ է ստեղծել։ Եկեք ողջունենք Սամսոնին, որովհետև այսօր անդադար խոսում ենք նրա մասին։ Սամսոն ջան, շնորհավորում ենք եւս մեկ աշխատանքի կապակցությամբ ու վստահ ենք, որ ամեն ինչ լավ է ստացվելու։ Բայց ոչ մի բան կներես կարճան, ոչ մի բան չենք խնայել այս ներկայացումը կյանքի կոչելուն։ Մեզ համար ինչն է շատ կարևոր, որտեղ բոլորս գիտենք հայ թատրոնը առանց հայկական դրամատուրգիայի երկար գոյություն ունենալ չի կարող։ Եվ այստեղ նաև ոչ միայն հայ դրամատուրգիա, հայ ժամանակակից դրամատուրգիան։ Դրամատուրգը կա, ժամանակակից դրամատուրգիան, թատրոնը մի քանի միքս էսպես իրար հետ շատ կարևոր է թատրոնում, այսպես մի հատ երուզերա ստեղծագործական բոլորս յուրաքանչյուր տարբեր գործ անում, բայց որ գիտենք մեկ ընդհանուր նպատակի համար ենք անում, այդ շատ հավես process է։ Այդ ամբողջը միանալով ոչ մի թատրոն։ Այդ ամենը հենց թատրոնն է։ Այո։ Իսկապես շատ կարևոր գործ եք անում ու այո, մենք մերին պետք է կրկնակի տանք գնահատենք, բարձրացնենք, ինչքան էլ փորձենք արտասահմանյան գրականությանը անդրադառնալ եւ շատ այսպես հետաքրքիր ներկայացումներ անել, մենք պիտի ունենանք մերը, որով ներկանանք, ասենք սա ենք մենք։ Հետաքրքիր է, որ մարզային թատրոնները ավելի բաց են երիտասարդների առումով, երիտասարդներին ընդունելու առումով, քան երևանյան թատրոնները, որովհետև ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ երևանյան թատրոնները պարփակվել են որոշակի ինչ-որ sense շրջանի մեջ ու կողքի մարդիկ, ոչ մեկս կողքի չենք, բոլորս նույն ոլորտից ենք, բոլորս այդ ինստիտուտն ենք ավարտել ու ոնց որ գալիս ես կպնում ես պատի
ու չես կարողանում հասկանալ, լավ, բայց հիմա դու որպես ռեժիսոր, որպես դրամատուրգ, որպես դերասան, որ կետից սկսես, որ դու կարողանաս լինել այս թատերական ոլորտի մի մասնիկը, բայց երբ որ նայում ես թե մարզային թատրոնները ինչ մեծագույն սիրով են երիտասարդներին, նույն ձև Կարենը շեշտեց, արդեն երրորդ կուրսի ուսանողները պրոֆեսիոնալ բեմ են բարձրանում։ Ինձ թվում է բոլորս էլ գիտենք, որ ինստիտուտի տարիներին շատ դժվար է, ուստի երբ որ դու ուսանող ես ու քեզ տրվում է շանս, որ դու բարձրանաս բեմ պրոֆեսիոնալ դերասանների հետ, աշխատես պրոֆեսիոնալ ռեժիսորի հետ ու ունենաս հետաքրքիր ներկայացում։ Այսինքն ստացվում է, որ մարզային թատրոնները այս պարագայում հաղթած են դուրս գալիս ու շարունակելու են հաղթել այս տեմպերով գնալով։ Շատ ճիշտ եք, ուզում եմ միանալով ես անձամբ շնորհակալություն հայտնեմ այդ մտքի համար, գաղափարի համար, նաև ուսանողներին ընդգրկելու, որովհետև մենք բոլորս եղել ենք ուսանողներ ու հիշում ենք, թե մեզ համար ինչքան բարդ էր գտնել հարթակ ինքնարտահայտվելու, առաջ գնալու ու այդ պրակտիկան իրական պրոֆեսիոնալ բեմում ձեռք բերելու համար։ Այսպես ասած, մի զարկով շատ հարցեր եք կարգավորել, լուծել ու ինձ մնում է միայն ձեզ հաջողություն մաղթել ու շնորհակալություն այս գործի համար, վստահ եմ, որ հաջողելու եք։ Սիրելիներս, Եվս մեկ անգամ հուշեմ, որ ապրիլի 28-ին Արտաշատի Ամոխ Հարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա պրեմիերա Արտաշես եւ Սաթենիկ։ Անպայման գնացեք դիտելու ներկայացումը ու թող այն ունենա երկար շարունակական կյանք, ինչու ոչ հյուրախաղային կյանք, ու եկեք գնահատենք մեր մարզային թատրոնները կրկնակի, քառակի, սեր տալով, ուշադրություն տալով, տոմսեր ձեռք բերելով ու տարածելով այս լավ նորությունը բոլորիս համար։ Իդեպ շնորհակալություն անձնական իմ կողմից, քանի որ այդ օրը իմ ծննդյան օրն է եւ սա հրաշալի նվեր կլինի։ Շնորհակալություն անչափ, հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Արտաշատի Ամոխ Հարազյանի անվան պետական թատրոնի փոխտնօրեն Արմեն Սաֆարյանը, շնորհակալություն զրույցի համար, ինչպես նաեւ թատրոնի գեղարվեստական հարցերով տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանը, շնորհակալություն, եւ պիեսի հեղինակ դրամատուրգ Նարեկ Մանուչարյանը, շնորհակալ եմ անչափ զրույցի համար։ Սիրելիներս, գնացեք առնչվեք արվեստի հետ, թատրոնի հետ, մի բաց թողեք լավ ներկայացումներ ու լավ պրեմիերաներ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյան, մնացեք բարով։